Արմենն եմ Արաքելյան, Արևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի ծառայությունների գովազդի վարչության պետը։ Տեսեք, ներկայացվեց, որ ձեր գործողությունները ապօրինի էին այն դեպքում, երբ գովազդը հաստատվել է։ Ինչու եք որոշել հեռացնել։ Տեսեք, գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով յուրաքանչյուր համայնքի ավականու լիազորությունն է իր համայնքում արտաքին գովազդի կանոնները տեղադրման եւ չափորոշիչները սահմանել։ Որպես այդպիսին 2009 թվականի Երևան քաղաքի ավականու 37-ին որոշումով եղել է սահմանված որոշակի կանոններ։ 2023 թվականի ապրիլ ամսին այդ որոշումը նոր խմբագրությամբ շարադրվել է եւ նոր չափորոշիչներ են ուժի մեջ մտել Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրման, արտաքին գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ։ Ըստ այդ չափորոշիչների, այս տիպի վահանակները այս տեղադրում չեն կարող տեղադրված լինել։ Այդ նույն ապրիլ ամսվա 23 թվականի որոշման մեջ կետ կա հստակ նշած, որ այն գովազդները կամ գովազդի միջոցները, այսինքն վահանակները, որոնք մինչև ավականու 23 թվականի ապրիլ ամսի ուժի մեջ մտնել ունեցել են թույլտվություններ, կարող են մնալ մինչև 24 թվականի սկիզբ, այսինքն 23 թվականի ավարտ։ Այդ այն ժամանակահատվածն է եղել, որը տրամադրվել է տնտեսվարողների, որպեսզի իրանց գովազդները կամ ապամոնտաժեն կամ համապատասխանեցնեն չափորոշիչների։ Կոնկրետ այս դեպքում Հիմա ես կանդրադրեմ, տեսեք, այդ չափորոշիչների մասին իմացել են բոլորը, առավել եւս խոշոր տնտեսվարողները, որոնք որ ցանցային կազմակերպություններ ունեն կամ ցանցային գործունեություն են իրականացնում։ Կոնկրետ այս վահանակների տեղադրների մասով ես նաև նշեմ, որ մենք էլեկտրոնային հարթակ ունենք, որը ծառայում է արտաքին գովազդի տեղադրման դիմումների, կից փաստաթղթերի ընդունման եւ դրա հիման վրա թույլտվությունների տրամադրման համար։ Հիմա այդ հարթակում այս վահանակները 21 թվականին գրանցվել են, այդ պահին ունեցել են հաստատում, ստացել են թույլտվություն, բայց մինչև 24 թվական։ 24 թվականից հետո այդ հարթակը տեղում է, երևում է, որ այս գովազդները հաստատվել են 21 թվականին, ունեցել են տեղադրման թույլտվություն, բայց 24 թվականի հունվարից հետո այդ նույն հարթակում է տեղադրված նաև 37N որոշմամբ սահմանված արտաքին գովազդի կամ արտաքին գովազդի միջոցի, որը ինանից ենթադրում է այս պարագայում կոնկրետ վահանակի թույլատրման ձևերը։ Ձև 1, 2, 3, 4 դիմում տալու ձևը եւ թույլտվություն ստանալու ձևը։ Այսինքն վահանակը կամ գովազդը համարվում է օրինական, երբ որ իմ նշած պայմաններով, այդ թվում էլեկտրոնային հարթակում գործընթացը անցնելուց հետո ստանում է թույլտվություն։ Այս ոնց ստացվեց, որ 24 թվականի հունվարի 1-ից է ուժի մեջ մտել, բայց 1.5 տարի անց, երբ որ Սամվել Կարապետյանի այս ազատություն Սամվել Կարապետյանի դրությամբ հոլովակը հայտնվեց, նոր հիշեցին, որ այստեղ խնդիրներ կան, չի համապատասխանում։ Կբացատրեք, քանի որ նշվում է, որ քաղաքական ենթատեքստը ուղիղ հրահանգ կա Սամվել Կարապետյանի մասով։ Տեսեք, Երևան քաղաքում 24 թվականի հունվարից հետո ապամոնտաժվել է 25-30 հազար հատ արտաքին գովազդ, 600 հատ բիգ բորդ, 1000 հատ լուսային տուփ, 1000-ից ավել։ Դեռ այդքան չէ, բայց ահագին ծավալ էլ մնում է։ Այսինքն միանգամից մենք չէինք կարող ամբողջ Երևան քաղաքում տեղադրված չափորոշիչներին չհամապատասխանող, այսինքն թույլտվություն չունեցող գովազդները միանգամից ապամոնտաժել։ Գործընթաց շարունակում է, հիմա զուգահեռ վերևում մեր ստորաբաժանումները այլ գործընթաց ապամոնտաժման են իրականացնում։ Ես չեմ կարծում, որ ստեղ ինչ-որ բան կա քննարկելու։ Բայց մեջ ինչ եք դուք տեսել, օրինակ Սամվել Կարապետյանին, այստեղ որ գրված է։ Տեսեք, ես ձեզ ներկայացրեցի, թե այս վահանակը ինչ չափորոշիչներին չի։ Չափորոշիչը կասեք ինչ պետք է արվի, որ համբար։ Չափերը պետք է փոքրացվեն, ինչ պետք է արվի։ Ստեղ վահանակ, տեսեք, այդ նույն ավականու որոշմամբ Երևան քաղաքում արտաքին Երևան քաղաքում LED էկրան, էլեկտրոնային էկրաններ կարող են տեղադրվել միայն խաչմերուկներում, որոնք կարգավորում են լուսացույցով։ Հիմա եթե այս էկրանները անջատվի եւ փոխարինեն էկրանի վրա իշխանության նույն լուսանկարով նույն գրությամբ պաստարկվի։ Տեսեք, վահանակները բաժանվում են, տեսեք, վահանակները բաժանվում են 3 տեսակ՝ փոքր տեղեկատու դաշտով, միջին տեղեկատու դաշտով եւ մեծ տեղեկատու դաշտով վահանակներ։ Մեծ տեղեկատու դաշտով վահանակներ Երևան քաղաքում տեղադրված չեն կարող լինել։ Այդ իմ նշած չափերը կապ չունի ստատիկ վահանակներ են, այսինքն լուսավորվող տուփեր են, թե էլեկտրոնային էկրաններ են։ Փոքր տեղեկատու դաշտով վահանակները պետք է համապատասխան գործընթաց անցնեն, ունեն չափորոշիչներ, օրինակ կապված մայթի լայնությունից, կապված իրանց չափերից,
կապված հետիոտնի կամ որևէ այլ անիմաստ է պարոն Արաքելյան, եթե անջատվի էկրանը, ընդհանրապես որևէ բան չմիանա, ինչը որ հիմա անում են քաղաքապետարանի աշխատակիցները։ Փոխարենը էկրանի վրա պաստար կախվի նույն գրությամբ նույն քաղաքապետարանի իրավունքն եւ այո, որտեվ այս վահանակի չափերը չեն համապատասխանում։ Բայց պաստարը կապ չունի վահանակի հետ։ Հա, ի՞նչ է պաստարը։ Պաստարը ֆլաշից ինչ որ կտորից ստա կամ Գովազդ չի։ բայց ոչ LED էկրան։ Դուք ասում եք LED էկրանները դրա համար։ Ես ասում եմ արտաքին գովազդին վերաբերող չափորոշիչներ, դա կլինի պաստարի տեսքով, կլինի վահանակի տեսքով, կլինի LED էկրանի տեսքով, կլինի այն, որ պատերին փակցված են տնտեսվարողները իրանց խանութների ճակատներին կամ ցուցափեղկերին, դեռ բոլորը արտաքին գովազդ են։ Եվ այդ չափորոշիչները վերաբերում են բոլորին։ Եվ վահանակներին, անկախ ինքը պաստարով է, լուսային տուփ էլեկտրոնային էկրանա, եւ մյուս տեսակ արտաքին գովազդների։ Պարոն Արաքելյան, իսկ եթե Սամվել Կարապետյանի փոխարեն օրինակ լիներ իշխանության ներկայացուցիչ, նույն ողջավորությամբ կգայիք օրենքով կանջատեիք, թե օրենքը կփոխեիք իօքուց իշխանության ներկայացուցիչ։ Ողջավորություն չունենք, բայց մենք ապամոնտաժում ենք առանց թույլտվության չափորոշիչներին չհամապատասխանող վահանակները։ Վրայի գրվածքը մենք չենք քննարկում։ Ես հիմա այս բանը դրա մասին չեմ Օրինակ խոսում։ կան այստեղ էլ պարոն Արաքելյան, որ այստեղ գործ ավարտելուց հետո գնալու եք այնտեղ այլ մարդու կամ ամենօրյա ռեժիմով իրականացնում օրինակ 3 առաջ օրը ապամոնտաժվել է Իսակովի պողոտայում տեղադրված մեծ տեղեկատու դաշտով վահանակներ։ Այդ մեր խոսակցականով որ ասում ենք big board-եր։ Հիմա ես չեմ էլ հիշում հիմա նրա վրա ինչ պաստառ ա եղել։ Մի երկու օրից ապամոնտաժելու ենք Աթենքի խաչմերուկում տեղադրված եւս 3 վահանակ։ Ապամոնտաժելու ենք Իսակովի պողոտայի Արգավանդի խաչմերուկի ցենքում տեղադրված վահանակները։ Առաջնահերթությունը ո՞նց է որոշում։ Տեսեք, ըստ տեղադիրի կամ ըստ աշխատող խմբի կազմակերպումը, այսինքն ապամոնտաժումներն իրականացումը համապատասխան ստորաբաժանման կողմից եւ այն կազմակերպության հետ կնքած կազմակերպության կողմից ում հետ կա կնքված պայմանագիր ապամոնտաժման գործառույթները իրականացնելու։ Ում հետ է պայմանագիրը կնքված, օրինակ են որոշում առաջնահերթ։ Իրանք չեն որոշում, որոշումը վարչական շրջանում հասարակական կարգի պահպանության ծառայությունն, այսինքն ում լիազորությունը որ ապամոնտաժումը իրականացնում է։ Ես հիմա ուղղակի որպեսզի կարողանամ ճիշտ ներկայացնեմ, թե բանակի հետ կապված ինչ խնդիր կա, ես դրա համար եմ եկել։